Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ձեր ծննդյան օրվա մասին, տարվա բոլոր օրերի մասին։ Եղեք համբերատար և սպասեք ձեր օրվա կանխատեսմանը։ Նաև բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք այն։ Ձեր ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ կամ ձեզ հետաքրքրող մեկին։ Այն կբացահայտի մանրամասները ձեր անհատականության, հարաբերությունների, անձնական կյանքի, աշխատանքի, կոչումների և առողջության մասին։ Կենդանակերպը բաղկացած է 12 նշանից, որոնցից յուրաքանչյուրը պատկանում են 4 տարրերից մեկին՝ կրակ, հող, օդ կամ ջուր։ Կենդանակերպի նշանը, որի տակ է ծնվում մարդը, ինչպես նաև նրա ծննդյան օրը, որոշում են նրա բնավորությունը, սովորությունները և ճակատագիրը։ Ծննդյան ամսաթվի վրա հիմնված հորոսկոպը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր անհատականությունը։ Այն կբացահայտի ձեր ուժեղ և թույլ կողմերը, անձնական և ընտանեկան կյանքի հեռանկարները, սիրո և ամուսնության համար ամենահարմար զույգերին, մասնագիտական որակները և ձեր խոցելիությունները։ Այն կօգնի ձեզ բացահայտել թաքնված տաղանդները և զարգացնել դրանք։ Այն նաև կբացահայտի այսօր ծնված կանանց և տղամարդկանց բնավորության գծերը։ Այն նաև կտա ձեզ կյանքը բարելավող խորհուրդներ, որոնք եթե հետևեք, ձեզ կդարձնեն հաջողակ և երջանիկ։ Եվ այսպիսով, եթե դուք ծնվել եք հունվարի 8-ին, ապա ձեր կենդանակերպի նշանը այս եղջյուրն է։ Սա երկրի, նաև հողի տարերքի նշան է։ Հունվարի 8-ին ծնվածների առանձնահատկությունները։ Ուժեղ կողմերը՝ կենտրոնանալու կարողություն, հավակնոտություն, լավ հումորի զգացում։ Թույլ կողմերը՝ եսասիրություն, զիջման գնալու, չգնալու, հակում և հոռետեսություն։ Հունվարի 8-ին ծնված կանայք առանձնանում են հետևյալ որակներով՝ ինքնակատալագործման ձգտում, բարություն, բաց լինել և նվիրված են։ Հունվարի 8-ին ծնված տղամարդիկ օժտված են հետևյալ բնավորության գծերով՝ կամքի ուժ, համառություն, առաջնորդության ձգտում և իմպուլսիվություն։ Ընդհանուր բնութագիրը։ Հունվարի 8-ին ծնվածների կենդանակերպի նշանը այս եղջյուրն է։ Նրանք տնտեսող, զսպված, աշխատասեր և նպատակասլաց մարդիկ են։ Մեծ նշանակություն են տալիս կարգապահությանը և կարգ ու կանոնին։ Այդ պատճառով նախօրոք պլանավորում են իրենց աշխատանքային օրը։ Ունեն լավ հումորի զգացում, ինչի շնորհիվ արագ են հարմարվում շրջապատի հետ։ Նոր ծանոթություններին վստահում են դժվարությամբ և չեն շտապում բացահայտել իրենց գաղտնիքներն ու իրական զգացմունքները։ Չեն հանդուրժում ծուլությունը։ Անգործությունը համարում են խոչընդոտ նպատակների հասնելու համար։ Չգիտեն, թե ինչպես հանգստանալ և թուլանալ, ինչի պատճառով հակված են դեպրեսիայի և սթրեսների։ Կարիերայում ձգտում են իշխանության և նյութական ապահովության, որոնք նրանց համար կայունության զգացում են ստեղծում։ Օժտված են ստեղծագործական ներուժով, ինչի շնորհիվ հաճախ հաջողության են հասնում շոու բիզնեսում կամ կինո արդյունաբերությունում։ Զարգացնում են իրենց տաղանդը և երազում թողնել մշակութային ժառանգություն, որով կկարողանան հպարտանալ հաջորդ սերունդները։ Հունվարի 8-ին ծնված կանանց բնութագիրը։ Այս կանայք բարի, բաց և նվիրված անհատներ են։ Նրանք ձգտում են անկախության և կարիերայի կառուցման։ Այդ պատճառով չեն խնայում ոչ ուժերը, ոչ միջոցները ինքնակատալագործման համար։ Միշտ ավարտին են հասցնում սկսած գործերը։ Այս կանայք ունեն խորը ներաշխար, ինչը նպաստում է նրանց հետաքրքրությանը ստեղծագործության և հոգեբանության նկատմամբ։ Նրանք հարգում և գնահատում են բարոյական արժեքները, ձգտում են կարգ ու կանոնի և նյութական բարեկեցության։ Հունվարի 8-ին ծնված տղամարդկանց բնութագիրը։ Այս տղամարդիկ ուժեղ, համառ և կամային անհատներ են։ Բարդ իրավիճակներում նրանք պատասխանատվություն են վերցնում խնդրի լուծման համար։ Ձգտում են առաջնորդության և ճանաչման, ինչի պատճառով արտաքինից չեն ցուցադրում կասկածներն ու անորոշությունը։ Մրցակցությանը վերաբերվում են շատ լուրջ։ Նրանց բնորոշ են իմպուլսիվությունը, նյարդայնությունը և խստությունը։ Երբեմն կարող են կոպիտ և կտրուկ լինել շփման մեջ, ինչը դժվարություններ է ստեղծում անձնական հարաբերություններում։ Նրանք գիտակցում են այս թերությունը, սակայն միշտ չէ, որ շտապում են փոխել իրենց վարքագիծը։ Նրանց խոսելաձևը հաճախ հրամայական երանգ ունի։ Անձնական կյանք։ Հունվարի 8-ին ծնվածները չեն հանդուրժում միայնությունը։
Հարաբերություններում գնահատում են փոխադարձ հարմարավետությունը, հավատարմությունն ու հարգանքը։ Զուգընկերոջ մեջ փորձում են տեսնել և ընդգծել դրական կողմերն ու որակները։ Նրանց արտաքին խստության տակ հաճախ թաքնված են նուրբ և ռոմանտիկ բնավորություն։ Դժվարությամբ են անում առաջին քայլը և բացահայտում զգացմունքները։ Բաժանումները ծանր են տանում։ Այսօրը ծնվածները կառուցում են ամուր և ներդաշնակ ամուսնություններ։ Ընտանեկան արժեքներն ու ավանդույթները նրանց համար առաջին տեղում են։ Նրանք դառնում են հուսալի հենարան և աջակցություն իրենց երկրորդ կեսի համար, իսկ երեխաներին տալիս են լավ դաստիարակություն և կրթություն։ Այս եղջյուրների հետ ամուսնության թերությունն այն է, որ նրանք չափազանց շատ ժամանակ են հատկացնում աշխատանքին։ Դրա պատճառով ընտանիքի անդամները կարող են զգալ ուշադրության պակաս, ինչից էլ առաջանում են վիրավորանքներ և դժգոհություններ։ Համատեղելիություն։ Հունվարի 8-ին ծնված այդ եղջյուրները երջանիկ են առյուծների, ցուլերի և իրենց նշանի ներկայացուցիչների հետ։ Ջրհոսների, աղեղնավորների, խոյերի և խեցգետնի հետ հարաբերությունները կարող են զարգանալ անկանխատեսելի կերպով։ Ամենահարմար զուգընկերը հունվարի 8-ին ծնվածների համար։ Սիրո և ամուսնության համար առավել հարմար են այն մարդիկ, ովքեր ծնվել են հետևյալ օրերին։ Կարող եք գրի առնել սա. հունվարի 6, 10, 27, փետրվարի 3, 8, 22, 27, մարտի 4, 7, 10, ապրիլի 4, 14, 23, մայիսի 7, 9, 26, 31, հունիսի 1, 4, 12, 19, 20, 27, հուլիսի 6, 8, 12, 21, 29, օգոստոսի 6, 11, 13, 17, 21, 28, սեպտեմբերի 2, 3, 14, 19, 23 և 24, հոկտեմբերի 1, 15, 20 և 25, նոյեմբերի 1, 12, 30, դեկտեմբերի 1, 2, 10, 14, 26 և 28։ Այս մարդիկ հարմար են ձեզ սիրո և ամուսնության համար։ Աշխատանք։ Այսօրը ծնվածների համար առաջնայինն են աշխատանքն ու կարիերան։ Նրանք համառ, պահանջկոտ և գործնական մարդիկ են։ Իրենց առջև դնում են նպատակներ, որոնց հասնելու համար չեն խնայում ուժերը և չեն նահանջում դժվարությունների առջև։ Բարդ խնդիրների լուծումը նրանց հաճույք է պատճառում և բարձրացնում է իրենց ինքնագնահատականը։ Մասնագիտական գործունեության մեջ նրանք պահպանողական են, չեն սիրում փոփոխություններ և դժվարությամբ են ընդունում աշխատանքի կազմակերպման վերափոխումները։ Ղեկավար պաշտոններում խստորեն պահանջում են կարգապահություն, խրախուսում են պատասխանատվությունն ու նվիրվածությունը։ Առողջություն։ Հունվարի 8-ին ծնված այդ եղջյուրները հակված են նյարդային համակարգի հիվանդություններին։ Դրան նպաստում են աշխատանքի նկատմամբ չափազանց մեծ ներգրավվածությունը, քնի պակասը և հուզական լարվածությունը։ Ժամանակի ընթացքում կարող են առաջանալ գրգռվածություն և խրոնիկական հոգնածություն, որոնք կարող են հանգեցնել ավելի լուրջ խնդիրների։ Ուշադրություն դարձրեք սննդակարգին և օրվա ռեժիմին։ Լիարժեք և կանոնավոր սնունդը, հանգիստը, ամենօրյա ֆիզիկական վարժությունները կամ մաքուր օդում զբոսանքները կօգնեն վերականգնել ուժերը և ազատվել ավելորդ քաշից։ Խորհուրդ չի տրվում դեղորայք օգտագործել առանց բժշկի խորհրդատվության՝ կախվածության և ալերգիկ ռեակցիաների բարձր ռիսկի պատճառով։ Խորհուրդներ հունվարի 8-ին ծնվածներին։ Շատ մի կերեք ձեր խնդիրների և սթրեսի ժամանակ։ Շատ ուտելը կամ քաղցրավենիքով սթրեսը հաղթահարելը լավագույն լուծումը չէ։ Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու և լարվածությունը թոթափելու համար օգտակար են մաքուր օդում զբոսանքները, յոգան, լողը կամ ստեղծագործական զբաղմունքը։ Մի ապրեք միայն աշխատանքով։ Ավելի շատ ժամանակ հատկացրեք հարազատներին և սիրելիներին։ Հիշեք, որ աշխարհը լի է հետաքրքիր բաներով և թաքնված տաղանդների իրագործման հնարավորություններով։ Եղեք ավելի ներողամիտ ինքներդ ձեր նկատմամբ։ Դրեք իրատեսական նպատակներ ձեր առջև։ Մի գերագնահատեք ձեր ուժերը և մի մեղադրեք ձեզ անհաջողությունների համար։ Գնացեք փոխզիջումների ինքներդ ձեզ հետ։ Սովորեք հանգստանալ և լիարժեք թուլանալ։